Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ լացրիներս։ Մեր այսօրվա նյութն է։ Տարի մը կվերջանա եւ տարի մը կսկսի Աստծո շնորհքի թագին բաղ։ Մոտենալով տարվա ավարտին կլա մեկ պահ լուրություն ու մենք կխորհենք այն բոլորի մասին, ինչ որ անցուցինք։ Տարի մը որ ուներ իր ուրախություններն ու տխրությունները, իր հաջողություններն ու դժվարությունները, իր ուժի ու թուլության պահերը։ Եվ այս բոլոր մանրամասնության մեջ Տեր ներկա էր մեր կողքին առաջնորդելով քայլերը եւ հաստատելով սրտերը։ Մեր աչքերը կբարձրացնենք թեպի վեր, գոհանալով Աստծո անսասան շնորհքին, եւ կսկսի վերջին հաշվարկը, խոր զգացումը կշրջափի մեզի, թե կյանքին ամբողջ պահմը անցուցացնենք։ Պահմը, որ լեցուն էր դասերով, որոնք պիտի շարունակեն մեզի հետ մնալ ապագային մեջ, որովհետև յուրաքանչյուր հին տարի կփակե դուրմը եւ կբանա ուրիշ դուրմը դեպի հույս։ Եվ հույսը միշտ Աստծո բարգեւն է, որ կլուսավորե մեր ճամփան։ Մոտենալով նոր տարվան սկիզբին, սրտերում մեջ կզորանա օրհնության եւ խաղաղության ակնկալությունը։ Եվ փոփոխության հոգին կհրավիրի մեզ սկսելու դարձյալ մաքուր սրտով։ Այս օրերուն եկեղեցիներեն կբխին սուրբ ծննդյան աղոթներու ձայները եւ կհավատանք, թե դեմքով հանդիպան աշուղված երկինքի մոտիկությունը։ Ջրակները կբարձրանան մեր ձեռքերեն իբրև նշան այն լույսին, որ պեղծություն ալ չի մարի։ Աղոթները կլեն սրտերուն խորքեն խնդրելով ողորմություն եւ ճշմարիտ խաղաղություն, որովհետև Քրիստոսի ծնունդը խաղաղության ծնունդ է մեր հոգիներուն մեջ։ Քաղաքի խավարային ճամփաները կզարդարվին լույսերով ապակայի ուրախության նշան։ Երկերը կլեսնեն տոները անսահման ուրախությամբ։ Մանուկները կսպասեն ծնունդին աչքերին լեցուն զարմանքով։ Մեծերը կսպասեն հավատքով լեցուն սրտերով, եւ բոլորը միասին կպատրաստվին մեր փրկության ծնած պարգևած կյանքին իմաստը ուտոնելու։ Տոները կպատրաստվին ընդունելու ուրախության եւ սիրո հյուրերը։ Սեղաներուն շուրջ մարդիկ կհավաքվին օրհնություն ու գոյություն բաշխելով։ Եվ լրության պահերուն մեր աչքերը կկոցենք եւ անկեղծ աղոթքը կբարձրացնենք, աղոթքը կխնդրենք, որ Տերը շարունակ մնա մեզի հետ գալիք բոլոր քայլերուն մեջ, որ ինք տա մեզ քաջություն հանդիպելու այն օրերը, որոնք տակավին չենք ապրած, եւ օրհնե մեր սրտերը այն խորուն խաղաղությամբ, որ մարդկային հոսող մտքեն վեր է, եւ սուրբ ծննդյան ներկայության մեջ կզգայինք, թե նոր սկիզբի մը համար կոչված ենք, սկիզբ մը ամեն կողմեն ծածկված Քրիստոսի լույսով ու քնքշությամբ։ Եվ հին տարվան ավարտին կթողնենք իդ այն բոլորը, ինչ անրացուց մեր հոգիները, եւ մեր ապագան կվստահենք Տիրոջ ձեռքերում, որովհետեւ Աստված ժամանակներուն Տերն է, որ ճամփա կփանա նույնիսկ այնտեղ, ուր ճամփա չենք տեսնել, փոփոխիչ է, որ ամեն տարի մեզի նոր արիթ կուտա իրեն մոտենալու, ուստի կաղոթենք, որ նոր տարին դառնա բարի օրհնության տարի մը, որ բարիքի ճամփաները կբացվին մեր քայլերուն դիմաց, եւ ուր կբակայենք Աստծո սերը մեր կյանքին փոքր ու մեծ պահերուն մեջ։ Մեր հոգևոր մտածումներուն մեջ կհիշենք Սաղմոս 65-ը, 11-ի բարերը, որ գսե կփսակես տարին կուբարությունով ու կուշաբիղներդ բարարտություն կկատեսնեն։ Այ խոսքերը մեզի կփարգեբե վստահություն, որ Տերը մեզի հետ կքալե, եւ որ իր ողորմությունը կփսակե մեր օրերը, ինչպես թագը կփսակե թագավորին գլուխը։ Իր արատությունը կհոսի մեզի վրա, ինչ տեսակի եղանակ ալ փոխվի։ Եվ այս օրհնությամբ կարժանանանք վստահության, որ երբեք միայնակ չենք։ Տերը կբռնի մեր ձեռքերը եւ կտանի մեզ դեպի նոր լույս։ Կբաշխե մեզ հույս վաղվան, զորություն այսօրվան եւ նորամտության անցյալին։ Եվ ասվոքին հետ կդիմավորենք նոր տարի խաղաղությամբ։ Կպատրաստվենք անոր անկեղծ աղոթներով, լի հավատքով եւ կթողնենք, որ Աստված առաջնորդի մեր օրերը, որովհետեւ ինք գիտե մեր կարիքը անգամ մեր խոստովանության առաջ։
Կքալենք թեպի ապական, վստահելով իր անփոփոխ խոստումին, որտեղ Աստված, որ օրհնեց մեր անցյալ տարիները, պիտի օրհնե նաև գալիք տարիները։ Եվ նոր տարվան գալուստով վստահաբար կսենք ամեն ինչ անվտանգ է, քանի որ Տեր մեզի հետ է։ Եվ յուրաքանչյուր նոր տարի նոր առիթմն է ապրելու Քրիստոսի լույսին մեջ եւ փառաբերելու իր անունը ամեն օր։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ, կմաղթենք ձեզ խաղաղություն, ուրախություն եւ սեր բոլոր օրերու մեջ, ամեն։